Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուղիղ հարց Բաքվից Երևանյան ֆորումին միացած ադրբեջանցի փորձագետին։ Իրողությունները խոսում են տպավորությունը մեկը Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Ինչ նորություններ կան իր երկրում այս թեմայի հետ կապված, փորձագետը ասում է, էլի են նախադեպեր եղել, երբ տարբեր աղբյուրներ պնդել են, որ Ադրբեջանը պատրաստվում է որևէ սադրանքի, պնդում է, դա միայն Ադրբեջանին ագրեսոր ներկայացնելու համար է, էլի է պնդում, այդ մոտեցումները պարզապես չափազանցություն են։ Դա անհրաժեշտ է Ադրբեջանին ագրեսիվ ներկայացնելու համար, իսկ Հայաստանին որպես այդ ագրեսիային ենթարկվող Արևմուտքը Հայաստանի շուրջ կոնսոլիդացնելու նպատակով, այլապես շատ դժվար կլիներ ռազմական օգնություն ստանալ ՆԱՏՕ-ի երկրներից եւ ՀԱՊԿ-ից։ Հայ փորձագետն իհարկե թարմացնում է ադրբեջանցի գործընկերոջ հիշողությունը։ Ադրբեջանի քայլերը, գործողությունները, ռազմական թեժ պատրաստությունները, եթե զուգորդենք պաշտոնական հռետորաբանության սպառնալիքների ծավալապաշտական խոսույթի հետ, ապա հնարավոր չէ հերքել փաստը, որ Ալիևը խաղաղություն չի ուզում։ Ադրբեջանագետը հիշեցնում է, Ադրբեջանն այսօր մեծաքանակ GF-17 կործանիչ է գնում, առնվազն վերջին 3 ամիսների ընթացքում 27 համատեղ առանձին վարժանքներ է անցկացնում։ Հենց այս պահին էլ Նախիջևանում Հայաստանի սահմանի մոտ, այստեղ ադրբեջանցին անհաջող հումոր է բանեցնում։ Ինչու եք կարծում, որ այս հարափոփոխ ժամանակներում հենց Հայաստանի դեմ են ուղղված ադրբեջանական վարժանքները։ Հարցնում է։ Ռուսիվ Հուսեյնովը իբր պարզաբանում է, ասում է, Ադրբեջանը սովորականի պես ամրանում է անհրաժեշտության դեպքում միայն պարզապես պատրաստ լինելու համար։ Պարզ է, որ ադրբեջանական այս պնդումը քննադատության չի դիմանում։ Այո, խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, բայց հեգնանքը այն է, որ այդ տեքստը համաձայնեցնելուց հետո 26 մամուլի հաղորդագրություն է տարածել Ադրբեջանը առանց որևէ ապացույցի, թե հայկական կողմը կրակել է, բայց Ադրբեջանն է այս պահին կրակում Հայաստանի սահմանային գյուղերի վրա։ Իրավիճակը բավականին անհանգստացնող է ու ակնհայտ ցույց է տալիս, որ Բաքուն մտադրություն չունի խաղաղության գնալու։ Որպես ագրեսիվ պահվածքի մեկ այլ վառ վկայություն, նաև արևմտյան Ադրբեջան զավթողական կոնցեպտն է առաջ բերում։ Սա ոչ թե պարզապես քաղաքական խոսույթ, այլև համակարգային մտածողություն է, որ Ալիևը գործի է դնում իր երկրում։ Այդ զավթողական կոնցեպտը, որ շրջանառության մեջ է դրվել Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց, Ալիևի 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ծավալուն ելույթով արդեն ինստիտուցիոնալիզացվել է։ Օրինակ 2023-ից 24 ակադեմիական տարում ներառվել է Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում։ Օրինակ 5-րդ դասարանից սկսած ադրբեջանցի երեխաները սովորում են, որ Հայաստանը իրենց պատմական հողն է։ Դա ոչ թե ուղղակի քաղաքական հայտարարություն է, այլ պետական ծրագիր։ Հայ բանախոսի պնդումները ադրբեջանցի փորձագետը հիմնականում թողնում է անարձագանք, փաստարկված հիմնավորումներ պարզապես չունի։ Ռուբենը կդատապարտվի, մյուսները եւս վերջին հաշվով սա ավելի շատ քաղաքական հարց է, կարևոր է հիմա հասկանալ ինչպես բանտից դուրս հանել բռնապետերի կողմից կալանավորված քաղբանտարկյալներին, ասել է Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Գենսերը շատ փակագծեր չբացելով ակնարկել է հուսադրող ուղերձներ կան Դոնալդ Թրամփի վարչակազմից։ Դավիթ Իշխանյանը Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ պահանջել է մայիսի 24-ի եւ 26-ի նիստերի արձանագրությունները, սակայն դատարանն արձագանք չի տվել։ Նրա խոսքով դատավարությունն ամբողջությամբ կեղծ է, խեղաթյուրված ցուցմունքներով ու թարգմանություններով։ Ընտանիքի հետ սահմանափակ շփումներից էլ պարզ է ադրբեջանական մամուլում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Փաշինյանի եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հնչեցրած քննադատություններին։ Դրանք բնութագրելով որպես հայտարարություն եւ նշել, որ այդ թեմայով անգամ խոսակցությունը անընդունելի է։ Նա ընդգծել է, որ այս հարցում իրենք առաջնորդվելու են վեհապարի հորդորներով եւ դիրքորոշմամբ։ Սարգսյանը Փաշինյանի այս արշավը կապել է Շվեյցարիայում վեհապարի ունեցած ելույթի հետ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են ծափերով ու վեհապար վանկարկելով։ Եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ հավաքվել են օդանավակայանում իրենց աջակցությունը հայտնելու ամենայն հայոց կաթողիկոսին, որը վերադարձել է Արաբական Միացյալ Էմիրություններից։ Ինչ վերաբերում է ավելի վաղ եկեղեցու հասցեին հնչած հայտարարություններին, կաթողիկոսը հայտարարեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությամբ ամեն ինչ ասված է։ Գարեգին II-ը տերունական աղոթք հնչեցրեց հենց օդանավակայանի ելքի մոտ եւ շնորհակալություն հայտնեց հավաքվածներին։
Նիկոլ Փաշինյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Հանդիպան ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Բերսեն քննարկել են Հայաստան-Եվրոպա խորհուրդ համագործակցության օրակարգային հարցեր։ Նիցայում ընթացող ՄԱԿ-ի օվկիանոսների հարցերով համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ։ Ուրախ եմ տեսնել իմ լավ գործընկերոջն ու բարեկամին Ժան-Նոել Բարոյին, այս անգամ Նիցայում օվկիանոսների հարցերով համաժողովի շրջանակներում։ Մեր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում ՄԱԿ-ում, հարստացնում է մեր օրակարգը եւ հաջողության գրավականը մեր առաջնահերթությունների իրականացման գործում, ինչպիսին է հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք COP17-ը, գրել է Միրզոյանը X-ի իր էջում։ Ռուսաստանը շահեդ ԱԹՍ-ներով եւ հրթիռներով հարվածել է Օդեսային եւ Կիևին։ Օդեսային վնասվել է ծննդատան վարչական մասը, զոհվել է 59-ամյա տղամարդ, կան վիրավորներ։ Կիևում ԱԹՍ-ների բեկորները ընկել են 6 շրջաններում, քաղաքը հայտնվել է զանգվածային հարձակման թիրախում։ Ֆինլանդիան նախատեսում է մինչև 2029 պաշտպանական բյուջեն բարձրացնել հնայի 3%-ի Ռուսաստանից բխող սպառնալիքների պատճառով։ Վարչապետ Պետերի Օրպոն հայտնել է, որ միջոցները կուղղվեն բանակի արևելյան սահմանի եւ հակաօդային պաշտպանության ուժեղացմանը։ Նա բացառել է հարկերի բարձրացումը կամ բյուջեի այլ հատկացումների կրճատումը, նշելով, որ կայուն ֆինանսավորումը հնարավոր է միայն տնտեսական աճի պայմաններում։ Բյուջեն նախատեսված է մինչև 2032 թվական, ուստի որոշումներ պետք է կայացնեն նաեւ ապագա կառավարությունները։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մեղադրել է ԱՄՆ նախագահ Թրամփին Լոս Անջելեսում ճգնաժամ ստեղծելու եւ իրավիճակը սրելու մեջ միգրանտների արտաքսման դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Նա քննադատել է ազգային գվարդիայի ուղարկումը, այն որակելով որպես սադրանք եւ ժողովրդավարությանը սպառնալիք։ Նյուսոմը կոչ արել Թրամփին նահանջել, նշելով, որ խաղաղ ցուցարարների եւ ոստիկանների անվտանգությունը կապահովի տեղական իշխանությունների կողմից։ Ամերիկայի ուժի մեջ է մտել Թրամփի 12 երկրի քաղաքացիների համար սահմանած մուտքի արգելքը։ Խոսքը Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների մասին է։ Եվս 7 երկրի՝ Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի եւ Վենեսուելայի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, ըստ տեղեկության ներսում եղել է 16-ից 20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Քոֆիի շրջանում։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված ուկրաինացի զինվորականների դիերի Կիևին փոխանցման առաջին փուլի տապալմանն ու Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն է անդրադարձել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Պեսկովը։ Ռուսաստանը պատրաստ է կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն ուկրաինացիների մասին նույնն ասել չեմ կարող, հայտարարել է նա։ Ադրբեջանը եւ Թուրքիան հունիսի 12-ից 19 անխորտակելի եղբայրություն հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում, հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցը։ Երկու երկրների սահմանին գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել դրոշների փոխանակում, ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Հայաստանն ու Իրանը ժամային սլաքներն են ճշգրտում առաջիկայում Հայաստանում կարևոր հանդիպումներ են սպասվում։ Մեր երկրի արտաքին գերատեսչությունը հայտարարեց, որ հարևան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կժամանի Երևան։ Երկու երկրների ղեկավարների հանդիպում տարբեր առիթներով ու տարբեր ձևաչափերով շատ են եղել։ Նախագահ Փեզեշքյանի այցը Հայաստան առաջինն է լինելու Իրանի նախագահ դառնալուց հետո։ Քաղաքագետների ու վերլուծաբանների դիտարկմամբ շարունակվում է Երևանի եւ Թեհրանի միջև երկխոսությունը, ամենաբարձր մակարդակով փոխայցելությունները եւս պարբերական են։ Փեզեշքյանի այցը Հայաստան ըստ վերլուծաբանների կարևոր է նաեւ այն առումով, որ քննարկվելու են տարածաշրջանային անվտանգային առանցքային հարցեր։ Մենք անվտանգությունի առումով, որ ամենակարևորը եւ ռազմավարականը մեր երկու երկրների համար նոր համագործակցություններ են սկսել Իրան եւ Հայաստանը վերջերս հավատեղ զորավարժություն արեցին եւ Իրանի պաշտպանություն նախարարը այս կատարեց Հայաստան եւ մենք գարային արձարակերենք, որ Իրան-Հայաստանի հարաբերությունները անվտանգությունի ոլորտում էլ նոր փուլ են մտնում, նաեւ մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքական հարաբերությունները, դիպլոմատական կապ։ Փեզեշքյանը ապրիլի վերջին էր մեկնել նաև Բաքու, Ալիևի հետ Արցախի թեման եւս քննարկվել էր։ Իրանի նախագահը միաժամանակ հայտարարել էր, որ տարածաշրջանային հարցերը պետք է տարածաշրջանային երկրները կարգավորեն։
Մենք չպետք է թույլ տանք, որ այլոք մեզ միմյանց դեմ հանեն։ Ըստ իրանցի վերլուծաբան քաղաքագետների Իրանի համար հայ-իրանական սահմանը շարունակում է կարմիր գիծ մնալ։ Իրանի բարձրագույն պաշտոնյաների մակարդակով հայտարարվել է, որ այդ սահմանների վրա ոտնձգությունները Իրանն անարձագանք չի թողնի։ Հայաստանն ու Իրանը քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններին նոր թափ տալուց զատ կարևորում են նաև տնտեսական կապերի զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրները նախատեսում են ավելի բարձրացնել վերջին տարիներին առևտրաշրջանառությունն ու ներդրումային ցուցանիշները։ Իրան եւ Հայաստանը տնտեսական առումով 300 միլիոն դոլարից առևտրաշրջանություն տարեկան հասել են 700 միլիոն դոլարի եւ շուտով երկու երկրները նպատակ են դրել, որ հասնեն 1 միլիարդ եւ դրանից հետո 3 միլիարդ դոլարի։ Այս օրերին ակտիվորեն պետք է աշխատել նաև Սյունիքում գտնվող Իրանի հյուպատոսությունը։ Փեզեշքյանի այցի ժամանակ տնտեսական ձևաչափով քննարկումներ են լինելու, թե ինչպես անել, որ Սյունիքում իրանական ներդրումներն ավելի մեծ մասշտաբների հասնեն։ Այդ առումով նախատեսվում են նոր տնտեսական ծրագրեր եւ Իրանում եւ Հայաստանում։ Բոլորն էլ ծառայելու են Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն է Արմլուրի լրագրողին ասել, որ չի պատրաստվում որդուն փողով ազատել բանակից։ Նա սեպտեմբերից ռազմական ակադեմիայում պատիվ ունեմ ծրագրով անցնելու է դասընթացներ եւ զինծառայությունը բանակում շարունակելու է որպես սպա։ Ինչ վերաբերում է բանակից փողով ազատվելու նախագծին, գլխավոր շտաբի պետը նշել է, որ դա ընթացիկ հարց է, որը հանձնաժողովի առաջիկա նիստում կքննարկվի։ Հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Արգիշտի փողոցների խաչմերուկում, Արշակունյաց պողոտա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցից Մաշտոցի պողոտա խաչմերուկում դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ ձախ շրջադարձ կատարող մեքենաներին մեկ երթևեկելի գոտու փոխարեն կթույլատրվի ձախ շրջադարձ կատարել երկու երթևեկելի գոտուց։ Իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը։ Անշարժ գույքի շուկայում արձանագրվում է գների աճի տեմպերի դանդաղում, եկամտահարկի եւ վերադարձի դադարեցման եւ պահանջարկի հագեցվածության պայմաններում հնարավոր է շուկայի ակտիվության հետագա նվազում։ 2024-ի ֆինանսական կայունության հաշվետվության ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա ընդգծել է, որ շինթույլտվությունների եւ բնակարանային շինարարության բարձր աճը զուգորդված պահանջարկի հնարավոր նվազման հետ կարող է բերել շուկայում առաջարկի ավելցուկի ձևավորման ռիսկեր։ Բացի այդ, շինարարությանը տրամադրվող վարկերի ծավալների մեծացումն աճեցնում է պարտքային բեռը եւ վարկային ռիսկերը։ Հունիսի 13-ից մեկնարկում է Հարավկովկասյան երկաթուղի ընկերության մերձքաղաքային Երևան, Սևան, Շորժա, Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին։ Եթե կենդանության օրոք ամբուլատոր քարտի վրա չեք նշել, թե մահից հետո թույլ չեք տալիս, որ ձեր օրգանները վերցնեն, ապա պոտենցիալ դոնոր եք։ Բժիշկները ըստ մեր օրենսդրության այնուամենայնիվ համաձայնություն պիտի ստանան ձեր ընտանիքից, հարազատներից, իրավական ձևակերպմամբ օրինական ներկայացուցչից։ Առողջապահության նախարարությունը որոշել է զարգացնել, կայացնել այս ինստիտուտը մեր երկրում, որ մահից հետո կյանք փրկողներն ավելանան։ Ընդհանրապես օրգանների փոխպատվաստման կայացման առումով մենք պիտի 3 հիմնասյուներ ունենանք։ Առաջինը իրավական կարգավորումներն են եւ երկրորդը դրա իրականացման համաձայնության եւ մյուս օղակներում անհրաժեշտ իրավական կարգավորումներն են։ Ես կարծում եմ բավական այսպես զարգացած բանի մոտեցում է եղել, որը Հայաստանը որդեգրել է, որովհետև փորձնել ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ որ այս մոդելն է կիրառվում, դոնորության ինստիտուտը շատ ավելի զարգացած։ Աշխարհում յուրաքանչյուր տարի ըստ առողջապահական ամփոփ տվյալների իրականացնում են շուրջ 170,000 փոխպատվաստումային վիրահատություններ։ Այս թվի մեջ ներառված են նաև մեր երկրի ցուցանիշները, ընդ որում դիակային դոնորություն գրեթե չունենք, իսկ ողջ դոնորներից ամենաշատը երիկամի փոխպատվաստում է կատարվում, տարեկան մինչև 25 դեպք, լյարդի մինչև 5։
բոլոր խնդիրները եւ դիակային եւ կենթանի մարդուց եւ ուղեղային մահից հետո վերցվող այս բոլորը շատ կապված են բարձր մակարդակի վերահսկողություն ունեցող սաներկի վերահսկողության ունեցող վերակենդանացման ծառայության է ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք ամենակարևոր չզարգանալու խոչընդոտներից մեկը այս ծառայության թերի լինելն է եւ երկրորդը ունենք մենթալիտետային, մշակութային, կրոնական ինչ որտեղ խնդիրներ օրգան տալու մշակույթը զարգացած չէ։ Հետմահու դոնորության ինստիտուտի կայացման համար ըստ ոլորտի փորձագետի նախ մեզ անհրաժեշտ է ստեղծել անկախ կառույց, որը ամբողջ համակարգը կվերահսկի, թե չէ Վարդանյանը պնդում է փոխպատվաստումների սև շուկան նրա ձևակերպմամբ ամբողջ հմայքով կարմատավորվի մեր երկրում։ Իսպանական հաջողված փորձն է օրինակ բերում, որը մեզ մոտ գործող նույն լրելյային համաձայնության սկզբունքով է առաջնորդվում։ Պետական հոգացության խնդիր կա։ Այսինքն ինչքանով պետական ֆինանսավորում լինելու այս դեպքերով։ Այսօրվա ռեսուրսներով չի կարելի ասել, որ անհնար է, բայց մեծ դժվարությունների առաջ են կանգնելու։ Իդեպ, թե երբ համակարգի զարգացման քայլերը գործնական կլինեն, դեռ հստակեցում չկա։ Առողջապահական գերատեսչությունը ժամկետներ առայժմ չի նշել։ Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրում նորից ամառ է ու նորից ջուր չկա։ Ամեն տարի այս սեզոնին գյուղացիները խմելու ջուր չեն ունենում։ Արդեն 10 օր է տարական կենցաղային խնդիրները լուծելու համար ամենատարբեր ձևով են ջուր բերում։ Փողոցը տենեն լիքը փողոց Գոռավանի։ Համարատը 60-ից 80 տնտեսություն է ապրում։ Աշվանդամ ենք, փոքր երեխաներ ենք, բազմաշունչ ընտանիք են, մեզի ջուր չկա։ Բոլորին է ջուր պետք։ Հա, բոլոր փողոցերից է։ Հիմա ո՞նց ա։ Իրան հարցնում ես, ասում ես խինդեր կա, ասում ինքը շոչի կա դրե վճարում, բանալ մենք ինչա մեր փողի վրա դեպք չկա։ Եկեք ենք վճարում, կաղա։ Դե բիզնես անդր, մի քիչ ավել են։ Գյուղացիներին դեռ օրեր առաջ էին հայտնել, որ խողովակ է վնասվել, նոր օգում են, բայց երկար սպասել չեն կարող, խմելու ջրի կարիք ունեն։ Երկրի ոնդրեվո պետք է լայա լողանա, շուել լվացե, թե ինչ դեպի կտելու աստատի։ Եներ մեր ախեն ինչ ալեն չգիտենք այլ։ Երեխեքով ամեն ինչով ծանրա բերված փողոցներ է, այս երկրեք փողոց, թազա բնակիչներ են, 88 թվիթեսի վերակառուցվելա նորմալ եղա ջուր, ադրուց հետո արտեսու։ Արարատի մարզպետի հանձնարարականով գոռավանցիների հետ վարչականի ղեկավարն է հանդիպել։ Այս բային վթարված հատված ունենք, բոլորը տեղյակ եք, կանալի բերանից մինչև տրասայի բերան ջրագիծը փոխվում է։ Նոր չէ, 3 տարի է դա, 3 տարի։ Սա օրը քարից ասում է, դնում եք քսմել ակաջը։ 3 տարի է դա։ Ես 2 օր չեմ լողացնում։ Շաբաթվա մեջ 3 անգամ ես 4000 դրամով ջուր եմ առնում։ Ինչքան առնեմ, որ իմ թորներին լողացնեմ։ Դոլա ջուրը տալիս է, մեր տրուբաները վթարվել է։ 11 տարի չի լուծվել այդ խնդիրը։ Ինչ ասեմ։ Ու է դրա դիմացել մարդիկ նոր ջրագիծ են վճարումները կատարել են։ Նոր ջրագիծ են կասկածնում, այդ վթարված հատվածները բոլորը հիմա կարգավորում ենք։ Ասել, որ օրերի ընթացքում մի քանի փողոցներ կանոնավոր ջուր կունենան արդեն մինչև ամբողջական ջրամատակարարման հարցը լուծվի։ Վստահեցրել է, որ ջրագիծը փոխելուց հետո գյուղացիները երբեք էլ չեն հիշի, որ նման խնդիր են ունեցել։